Երևի մտածել է, որ հայ համայնքներում, աշխարհի որևէ համայնքում կարող եմ լինել, բայց չէի մտածել, որ Ավստրալիայում կլինեմ, դե սովորաբար ոնց է, ինչ չես մտածում, երբեմն դա էլ լինում է, որի համար ես նաև գոհունակություն եմ հայտնում, որտեղ ըստ էության հարցը այսպես է, անկախ աշխարհամասից, երկրի դիրքից, ռեժիմից եւ այլնից, դա մեր ժողովուրդն է, եւ ճիշտ կլինի, որ մենք մեր ժողովրդին իմանանք, ինչպես նաեւ իրենք մեզ իմանան, իսկ մեր օրերի առումով շատ կարևոր մի հարց կա, որի մասին կասեմ, շատ կարևոր է, որ Հայաստանի պետության հանդեպ Սփյուռքը իմանա իրականությունն ինչ է, Սփյուռքը պառակտված է, Սփյուռքը այդ իմաստով, ինչ որ Ավստրալիայի բարագայում է, դա գիտեմ, որ այդպես է, եւ կան ուժեր հակապետական, որոնք ժողովրդին տրամադրում են Հայաստանի Հանրապետության դեմ ուղիղ։ Դուք գիտեք դրանք ովքեր են, բայց ճշմարիտ խոսքը պետք է առանց կունազարտելու, երկրի խնդիրներն ասելու, նաեւ ակնկալիքները ներկայի ապագայի վերաբերյալ։ Ես այդ մեթոդով էլ աշխատում եմ, ինչպես ներսում, այնպես եւ դրսում, դրա համար շատ հետաքրքիր է, առաջինը դա։ Ես կարծում եմ, ենթադրում եմ իրենք էլ գոհ մնացին, որտեղ որևէ գունազարդում չեմ արել, բայց շատ դաժան ճշմարտություններ բացահայտել եմ, ինչպես անում եմ։ Երկրորդ մասը կա մի բան, որ Ռուբեն Տեր-Մինասյանին ես շատ եմ հիշում, առաջին հանրապետության այն ռազմական նախարարին եւ տաղանդավոր իմ հայրենակցին, Նացակում Ախալքալակցի հպարտությամբ եմ ասում, չնայած Ախալքալակում պատանեկությունից հետո չի եղել Ախալքալակ գավառում, բայց դա կարևոր չի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, նա շատ լավ աշխատանքներ ունի, հենց Սփյուռքին առաջարկում եմ նաև նրա գործերը կարտալ, մեր ոնց նաև մենակ հուշերը չէ, դեռ սովորաբար հուշերի վրա են աշխատում։ Նա մի բան է ասում, որ ուղեղում տպավորվել է ժամանակին, երբ որ հետազոտում է, ես աշխատանք եմ գրել իր մասին, ժամանակին, ասում է, որ ճիշտ է, որ անգլիացիները գաղութարար են, ինչպես որ մյուսները, բայց ասում անգլիացիները որտեղ անցել են, այնտեղ թողել են իրենցից հետո պետականություն, անկախ տեղի ժողովրդի մակարդակի վրա է եղել, պետականություն, կարգ ու կանոն, խստագույն, քաղաքագրություն, մշակույթ եւ այլն։ Ես դա Ավստրալիայում տեսա։ Այսպես ասենք, փոքրիկ իհարկե ծավալը նկատի չունեմ, դա մի փոքրիկ Անգլիա է։ Իր կարգ ու կանոնով, իր մակրոությամբ, ֆիզիկական մակրոությամբ։ Փողոցում ոչ միայն փոշի չեք տեսնել, լուցկու հատ չեք տեսնի, մայրուղի թե դուրս, ծխող մարդ չեք տեսնի, որտեղ թույլ է տրված չի։ Ես բավական հանգամանորեն եղել, այսինքն 12 օր գիշեր-ցերեկ հանգիստ չի եղել, այստեղ էլ այդպես պայմանավորվել է, ասել ինձ չխնայեք, եթե գալիս եմ, եւ այդպես ուրեմն։ Ինչն էր իրենց հետաքրքրում։ Ինչներ, ուրեմն ընդհանրապես հետաքրքրում էր, նախ ասեմ, բարձվեց որ հետևորդ բառն են ասում, ես չեմ սիրում, բայց չգիտեմ դրա փոխարեն ինչ ասեմ։ Իմ հետևորդների, այդպես ասեմ, որ տասնյակ տարիների աշխատանք հետ կան, ահռելի բանակ կա, ըստ էության չկար մեկը, որ տարիների ընթացքում ինձ չի լսում, հիմա էլ որ ես YouTube-ը կա, հատկապես եւ մնացած ինչ որ տեխնիկամիջոցները կան, մարդկանց ավելի հարազատ է դարձել եւ ով բարևում է, ասի ես լավ կճանչնամ։ Ես էլ ենթադրել իրենց կճանչեի էլի, հիմա Այնց համար հաճելի է նաև, որ մեր հաղորդումները նոյան տապանով բոլորը լսում են, բոլորն ասում եմ ու որ տեսել եմ։ Շատ շատերն են դիտում եւ այդ իմաստով շատ գոհ են նոյան տապանի աշխատանքից, իրենց բարակայով, իրենց ես ասում եմ, ինչ որ կա, մեր հաղորդումները անխտիր դիտում են, այս ինչպես որ կանվանենք, երևի լավ կլներ սրան անուն մենք որոշեինք, երևի, հետո եմ մտածել որտեվ ասում եմ ձեր եւ այլն եւ ձեզ համագրանք ձեր հանդեպ կա, դա շատ լավ է, որտեվ նույն տապանից, չգիտեմ ով ինչ, իրենք այս հաղորդումից պետության պաշտպանության զգացողություն են, ուրեմն իրենց մեջ կրում, ասենք նույնիսկ կարող եք հետո հարցնեք ճիշտ եմ խոսում թե չէ, իհարկե տպավորությունով է, որտեվ ես այդպես մի խոսքով Եվ դա հիմա ինչն էր, ինձ համար շատ կարևոր էր, հրավիրել են, գնացել եմ, դուք գիտեք Սփյուռքը ոնց է, իրենք ունեն կառույցներ, իրենք ունեն կազմակերպություններ, իրենք ունեն հայապահպանության հարց, երկրորդն էլ հայրենիքի հետ հարաբերվելու հարց,
Այս երկուսը քիչ բան չի, որ հրավիրում են, բայց ուրեմն այդ առումով էլ հրավերի հիմքը դա է, այսպես ասեմ, իսկ ես ունեմ իմ հետաքրքրություններ, բարձր է, որ եթե մենք գնում ենք իրենց ենք հանդիպում, ուրեմն մենք ուզում ենք իրենց համար օգտակար մի բան անենք, հիմա ինչ է ստացվում, դժվարանում եմ ասել, հիմա կարող է դեմդ ասում են շատ լավ էր, մարդիկ սովորաբար լինում է, կարող է շատ լավ չլինի, բայց լավ հաստատ կլինի։ Ուրեմն այդ առումով երկու ստեկ էր, բայց ինձ համար ես կարծում եմ, որ ես հետո հարցրեցի անգերց երկու տեղեր ուրեմն Սիդնեյում եւ Մելբուրնում։ Դե մնացած տեղերը հայությունը երևի քիչ է շատ, այստեղ կազմակերպված են մոտ գնահատականն այսպեսին է, որ 40,000 հայություն կա, ընդ որում մի խայտաբղետ համայնք է Եթովպիայից, Սոմալիից, Հայաստանի Հանրապետությունից, էլ մնացած աշխարհությունը բարձր, հատկապես վերջին շրջանում արաբական արևելքից, Լիբանանից եւ հատկապես Սիրիայից տեղափոխվածներ, բայց այսպես էլի աշխարհագրություն շատ մեծ է, ինչպես որ հաջորդի աշխարհագրություն ցեղասպանությունից հետո այսպեսի բան ունի, բայց դա ես օրինակ ասեմ, որ լավ է որ Ավստրալիայում են, որտեղ դա բարեկեցիկ հանգիստ աշխարհից հեռու կարծես թե մի բայր է, բայց այնտեղ ինքը աշխարհ է ինք իրեն կազմակերպված պետություն եւ հանգիստ կյանք։ Ես գտնում եմ, որ մեր ժողովուրդ արժանի է հանգիստ կյանքի, լավ կլներ, որ այդպեսի հանգիստ կյանք մի տարի, ասենք այստեղ կլանները թույլ տային հաջորդ հանգստանալ, հետո սկսեին իրենց նորից այն չարիքը գործել ինչ-որ անում է, որտեղ մարդկանց դեմքից էլ երևում է, որ աշխատում են, ապրում են, երևի իրենց անհանգստացնողը Հայաստանում եղած վիճակն է, կարող եմ տպավորություն եմ ասում, խոսել եմ նաև, այդպես է չի, որ ես շատ բաներ եմ խոսել հետները, հիմա չեմ ուզում անձնական խոսակցությունները տեղափոխեմ, հիմա մի խոսքով բարեկեցիկ երկիր, ինձ համար ասեցի անգլիական քաղաքամշակույթի երկիր, պարլամենտարիզմ եւ այլն, եւ իրենք օգտվում են դրանից, օգտվում են, ու մի բան ասեմ նորույթը, հենց այդ առումով, ուրեմն այնտեղ ընտրություններ չեն կարող չկայանալ, որտեղ ընտրությունների մասնակցելը բարդադիր է, այլապես դուգանք է վճարվում, չեք գնացել ընտրություններին, դուք պետությանը դուգանք եք վճարում, այսինքն այստեղ կարծիքը, դիրքորոշումը 100%-ի վրա է, չեք կարող, ուրեմն ինչպես որ օրինակ մեքենա վարելուց գծեր խախտել կարող եք, բայց $400-500 դուգանքը գրբաներ դրած են նույն բահին եւ ընդ ոստիկանի հետ վիճել, բանավիճել, բան բացատրել չկա, կոլտը գլխիդ կկա 2 րոպեի մեջ եւ շղթաները ձեռքիդ։ Հիմա մի քիչ դա իհարկե այդպես չի, ուրեմն $400-500 ոչ մեկը ավստրալիական իհարկե դոլար, ոչ մեկը պատրաստ չի ծխախոտի կան շպրտելու համար կամ իր աղբերը, որ ինքը ուշանում են, պիտի ինքը մի բան անի առաջացնի չուշանա, այսինքն չեն աշխատում։ Հսկողությունը ես ոստիկան չեմ տեսել, բայց ես ասել եմ, բա ուրեմն ոստիկաններն ասում են հələ մի հատ փողոցի խախտում արա 3 վայրկյանից կողքդ կանգնեն։ 3 վայրկյանից, բայց օրինականություն էլի, այդ իրենց համար շատ զարմանալի, ովքեր որ Հայաստանում չեն եղել, այս ոստիկան քաշքշել, միտինգներում իշխանություն հայոյել, ասեք ինչ է, հասկանալի բան չի, որովհետև Ավստրալիայում կպատժեն դրա համար, այս քաղաքական մշակույթի որակ ուրիշ է։ Ուրեմն սրանք այդ են, իսկ համայնքային առումով ասեմ, որ ինչն է հետաքրքիր, իմ առանձն էլ կասեմ, շատ հաճելի է, որ մարդիկ չարչարվում են իրականում հայ մնալու համար, որտեղ 40-30 հազարը քիչ է հավանաբար, դե հսկա երկիր է, ճիշտ է, 20 քանի միլիոն են, բայց մի երկրամաս է, որտեղ շատ բաներ են եղել, որտեղ անգլիական բարքեր են, չինացին շատ է, հնդիկը շատ է, վիետնամցի շատ է, քանակով, բայց երկիրը ակնհայտորեն անգլիական պարլամենտարիզմի երկիր է եւ մարդիկ դրան սովոր են, մեր հայրենագիտներն եւս։ Ես եղա 2 քաղաքում, Սիդնեյում, իրենք կանխավ գրաֆիկ ստեղծած էր, որ քանի օրը որտեղ, հետո Մելբուրնում, որտեղ ես ունեցել եմ 2 ամեն մի հանդիպումը 3 ժամի չափով մոտավորապես, դե ես կարող եմ այդքան բան անել եւ երկրորդը վերջում հարց ու պատասխան մամլո ասուլիս ասել, դրա նման մի բան, որը
շատ ավելի տևեց, որտեղ հարցերը շատ էին, ես էլ պատրաստ էի, որտեղ գնացել է եւ այն անհատականը չեմ ասում, դե հյուրասիրություններ բաներ, ես չտեսների համար եմ ասում, որ մարդը ուր էլ գնա, բա գնա այս ուրեմն ուր էլ գնա, մեզ ստամոքսից ավելի չի լցնելու, ապուշ դուրս չտան, էլի։ Եվ հայկականության մեջ կա հյուրասիրության որոշակի կարգ, Սփյուռքը պահում է դա։ Մենք էլ ենք պահում, բայց դե մենք այստեղ բոլորս միասին ենք, դա աչքի ընկնող բան չի, այլ միջավայրում։ Եվ այդ բարագայով ես հիշեցի գուարչ կա, կարծում եմ կարդացած կլնեք, գուցե գիրքները իր ժամանակին դուք տպած դնեք, դա իսպանացի ժամանակակից մի գրող է, որը ասում է, որ սեղանը հյուրասիրություն հայ ժողովրդի համար հատուկ մշակույթ է, այդ հատուկ մշակույթը Սփյուռքում մնացել է նաև հայրենաբաղցության հարցի հետ կապված, որտեղ Ավստրալիան շատ հեռու է, ինչքան որ մոտիկ է, էլի։ Ուզում եմ ասել, սրանք բաներ են, տպավորություններ Գայանե ջան, մնացած այսպես ինչ, դպրոց է աշխատում, շարժարու հայապահպանության, լեզվի թեմա, բոլորը հայերեն լավ խոսում են, Սերնդի համարը, հիմա հին սերունդը մաքուր խոսում է հայերեն, արում է դա է կամարվել, դե մի մասներ հայաստանցիներ են, այս լևոնական աղետից հետո փախազներ կան, որոնք և գնացածներ, այսպես, այսինքն սրանց համար խնդիր չի, և Հայաստանի հետ կապված են, նաև սփյուռքահայերն են կապված, այն սփյուռքահայերը, որոնք կարելի ասել, ուխտագնացություն Հայաստան եւ ամեն ինչ գիտեն, էլի քանի անգամ եկել են, որ պանդեգում հանդիպեցին ու տեսա, դե հերու է երևի հերուն ուրիշ երկրներ մոտիկ են, էլի Ամերիկա չի որ այդ կան աշխուժ է թվում է Ամերիկան, ասել Կալիֆոռնիա ոնց որ Հայաստանում լինի։